Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Իրանում 13-րդ գիշերն անընդմեջ շարունակվել են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը, իրավապաշտպանների տվյալներով զոհերի թիվն անցնում է 60-ից, ինտերնետը երրորդ օրն է անջատված է։ Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմի առաջնորդի պաշտոնից, ինչ է սպասում մյուս 9 բարձրաստիճան հոգևորականներին։ Հունվարից ուժի մեջ է առողջապահական ապահովագրությունը, ինչպես օգտվել եւ ինչ է այն տալիս, փորձել է իր օրինակով պարզել Ազատության լրագրողը։ Գնամ թերապևտի մոտ։ Ով է պատասխանատու սառույցից չմաքրված մայթերի եւ բակերի համար, որոնց պատճառով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ կոտրվածքներ են ստացել։ Իրանում հակակառավարական լայնածավալ բողոքի ցույցերը երկու շաբաթ է շարունակվում են, դրանք բախումներով են ուղեկցվում եւ ըստ իրավապաշտպան կազմակերպությունների 6 տասնյակից ավելի զոհեր կան։ Ցույցերի ֆոնին Իրանի բանակը խոստացել է պաշտպանել երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները եւ հանրային սեփականությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է զգուշացնել, որ նահանգները կարող է ուժ կիրառել, եթե Իրանի իշխանությունները կրակեն ցուցարարների վրա։ Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին հորդորել էր զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով։ Իրանում 13-րդ գիշերն անընդմեջ շարունակվել են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք տարածվել են ողջ երկրով մեկ։ Բայց հարևան երկրից ստացվող տեղեկությունն այժմ խիստ սահմանափակ է, քանի որ իշխանություններն արդեն երրորդ օրն անջատել են ինտերնետը։ Ազատության իրանական ծառայությանը հասանելի դարձած տեսանյութերն ուղարկվել են Starlink արբանյակային համակարգի միջոցով։ Մինչ Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետն անջատելու որոշումը կայացվել է անվտանգության իրավասու մարմինների կողմից երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Amnesty International նահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումները թաքցնելու համար։ Ցույցերի 14 օրերի ընթացքում Իրանի դատական եւ ուժային կառույցները դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել զոհերի, ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրերի ու վիճակի մասին, բայց իրավապաշտպան կառույցներն նահազանգում են, որ արդեն 2300-ից ավելի ձերբակալվածներ կան, նրանց թվում պատանիներ։ Զոհերի թիվը ըստ Իրանի մարդու իրավունքների կազմակերպության հասել է 45-ի։ Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով 65 մարդ է սպանվել։ Ազատության իրանական ծառայությանը մինչ այս պահը հաջողվել է նույնականացնել 35 զոհի, նրանցից 5-ը 18 տարեկանից փոքր է եղել։ Լռելով զոհերի ու ձերբակալությունների մասին, Իրանի իսլամական հեղափոխականների պահապանների կորպուսն է հայտարարությամբ հանդես եկել, թե անվտանգության պահպանումը կարմիր գիծ է եւ բանակը խոստանում է պաշտպանել երկրի ազգային շահը, ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունը։ Հայտարարությունում նաև կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել, ինչպես ձևակերպել են թշնամու դավադրությունները խափանելու համար։ Ու մինչ Իրանից անկախ աղբյուրներից ստացվող տեղեկությունը խիստ սահմանափակ է դառնում, Միացյալ Նահանգների նախագահը հերթական անգամ զգուշացրել է այդ երկիրը մեծ խնդրի մեջ է ընկել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը։ Ես շատ հստակ եմ հայտարարել, որ եթե նրանք մարդկանց սպանեն, ինչպես արել են նախկինում, մենք կխառնվենք։ Մենք կխփենք նրանց ամենացավոտ կետին։ Դա չի նշանակում, որ հենց տեղում ենք լինելու, բայց շատ ենք ցավեցնելու։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին X-ի իր էջում այսօր գրել է, թե Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին։ Երեկ Իրանի գերագույն առաջնորդը Դոնալդ Թրամփին կոչ էր արել զբաղվել Ամերիկայի խնդիրներով, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, ովքեր զբաղվում են ավերածություններով, վնասում են հանրային սեփականությունը, փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին։ Խամենեին զգուշացրել է, Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես օտարերկրացիների վարձկաններ են գործում։
Անցած տարեվերջին ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, գնաճի ու վատ կառավարման դեմ սկսված ցույցերում այժմ մարդիկ Խամենեի հեռացումն ու Իրանի հանգուցյալ շահի որդու Ռեզա Փահլավիի վերադարձն են պահանջում։ Ինքը վտարանդի արքայազն Փահլավին ժամեր առաջ սոցցանցում դարձյալ իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, ասելով, թե նրանց ազդեցիկ ներկայությունը փողոցներում փշրում է մեջբերեմ Իսլամական Հանրապետության կրիմինալ ու դավաճան առաջնորդի սպառնալիքները։ Ես վստահ եմ, որ նա տեսել է այդ պատկերները իր թաքստոցից ու վախից դողացել։ Փահլավին իր աջակիցներին նաև կոչ է արել նորից վերադառնալ փողոց, տրանսպորտի, նավթի, գազի ու էներգիայի ոլորտների աշխատակիցներին գործադուլ անել։ Նա նաև դիմել է երկրի անվտանգության ուժերին, հորդորելով խափանել պետության կողմից կիրառվող ճնշումները։ Կանգ առեք եւ խափանեք ճնշման այս մեքենան, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ անջատել այն։ Իրանի 100-ից ավելի քաղաքներում տարածված ցույցերի ֆոնին Մեհր պետական գործակալությունն այսօր հայտնել է մեկ շաբաթում առաջին անհրաժեշտության պարենի կտրուկ թանկացման մասին։ Իսկ շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլ նաև մի շարք թռիչքներ են հետաձգվում։ Այսօր դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան-Թեհրան չվերթը։ Չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Մինչդեռ 3 դեպի Երևան չվերթները թեև ուշացումով, բայց իրականացան։ Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին։ ایرانیان آدمای خوبی هستن ولی حکومت خوبی ندارن. Իրանցիները լավ մարդիկ են, բայց լավ կառավարություն չունեն։ Ինտերնետ չունեն, ազատություն չունեն, խոսքի ազատություն չունեն։ Նրանք չունեն նույնիսկ ամենասահմանափակ, ամենասովորական սոցիալական ազատությունները եւ այն բաները, որոնք բոլոր երկրներում նորմալ կյանքի հիմքն են։ Իրանցիներն այժմ զրկված են դրանցից, այդ թվում ինտերնետից։ Հենց հիմա ինտերնետի մասով 2 օր է մենք Իրանում ինտերնետ չունենք, ամբողջությամբ ոչ մի ինտերնետ։ Գուցե իրավիճակը լավանա, եթե ղեկավարները փոխվեն, եթե պայմանները բարելավվեն, եթե ավելի լավ որոշումներ կայացվեն, որովհետև յուրաքանչյուր իրանցու կյանքը հիմա անդունդի եզրին է։ Ոչ ֆինանսական անվտանգություն ունեն, ոչ աշխատանքային անվտանգություն, ոչ կյանքի անվտանգություն, ոչ էլ կարող են հեշտությամբ օգտվել սոցիալական ցանցերից։ Ներկայումս Իրանում պայմանները նման են Հյուսիսային Կորեային։ شرایط توی ایران شبیه کره شمالیه. درود بر شما. Իրանում ներկայիս իրավիճակը ցավոք պատերազմական է, անջատել են ինտերնետը եւ նույնիսկ սովորական հեռախոսները, եւ սովորական մարդիկ չեն կարողանում մուտք գործել ինտերնետ։ Նման պայմաններում Իսլամական Հանրապետությունը ցանկանում է կոտորած սկսել եւ ի վերջո թաքցնել դա համաշխարհային լրատվամիջոցներից։ Եվ հուսով եմ, որ մի օր մենք ձեռք կբերենք այն ազատությունը, որին արժանի ենք։ مستحقش هستیم دست پیدا کنیم. Ես Իրանի ապագան լուսավոր եմ տեսնում։ Կարծում եմ Իրանի ժողովուրդը շուտով ազատություն ձեռք կբերի։ Երեք երեկոյան նաև մի խումբ իրանցիներ են հավաքվել Երևանում Իրանի դեսպանատան առջև։ Անվտանգության նկատառումներով թիկունքից տեսանկարահանված տեսանյութում, որ ազատությանն է տրամադրել ակցիայի մասնակիցներից մեկը, իրանցիները վանկարկում են Ռեզա Փահլավիի անունը, պահանջում Խամենեի հրաժարականը։ Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկն է, արդյոք նույնը կլինի մյուս 9-ի դեպքում դեռ հայտնի չէ։ Կաթողիկոսի որոշումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ իրենք չեն ճանաչում Կտրիչ Ներսիսյանին որպես կաթողիկոս եւ նրա որոշումներն իրենց համար արժեք չունեն։ Տևական ժամանակ կանոնական դաշտ վերադառնալու հորդորներից հետո Գարեգին II-ն այսօր պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից մեկին։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այլևս Մասյացոտնի թեմի առաջնորդը չէ։ Արդյոք մյուս 9-ը եւս կհեռացվեն։ Առայժմ պարզ չէ։ Փաստերին մենք ծանոթացել ենք երևի վերջի շրջանում։ Եպիսկոպոսի հետ ազատությանը կապ հաստատել չհաջողվեց։ Վարչապետի հետ կաթողիկոսին գահանկեցանելու պայքար սկսած Սարոյանը դեռ մեկ ամիս առաջ առավոտի զրույցում կրկնել էր Փաշինյանի թեզը, թե առաքելական եկեղեցու հովապետը գործակալ է։ Կոնկրետ ով եւ ինչ փաստեր էր իր առջև դրել, եպիսկոպոսը չէր մանրամասնել։ Գործակալ է։ Հանդիպումների ֆիքսված
արձանագրություններ եւ այլն, ինչ ասեմ ձեզ։ Մայրաթորն այսօր շեշտել է, Գևորգ Սրբազանին պաշտոնանկ անելու համար հիմք են ծառայել թեմի առաջնորդի դիրքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու հանգամանքները։ Գևորգ Սրբազանի պարագան, քանի որ բռնաճնշումներ է իրականացրել թեմի քահանահայրերի նկատմամբ եւ այդ մասին հիմնավոր նաեւ փաստեր կան, իրեն վեհապար հայրապետը պաշտոնանկ է արել։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովի Վրթանես քահանա Բաղալյանն Ազատության եզրույցում պատմեց, որ Գևորգ Սրբազանը կարգալույց հռչակված Տեր Արամ քահանայի հետ փորձել է ազդել մյուս հոգևորականների վրա, որ դուրս գան վեհապարի դեմ։ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թոխմասյանի եւ ոստիկանության sense միջոցով փորձել է քահանաներին sense հայտարարություն գրելու պարտադրանք իրականացնել, իհարկե բազում sense վատ արարքներ ունի արած, դա էլ արդեն ամենավերջին աստիճանն է, էլի։ Հավանաբար ասենք նույն պարտադրանքները նաեւ կան Արարատյան եւ Արմավիրի թեմում, քահանաների հայտարարություններից երևում է, որ այնտեղ էլ նման պարտադրանք կա քահանաների նկատմամբ։ Տեր Վրթանեսի պնդմամբ երեկվանից Փաշինյանին միացող հոգևորականների մեծ մասը իրենց կամքին հակառակ են գնացել եկեղեցու ու Մայրաթորի դեմ։ 16 քահանաների վստահ եմ հիմնական մասը իրենց կամքին հակառակ են նման հայտարարություններ գրել, որտեղ ամոթ է, էլի։ Նորմալ որևէ Աստծուն հավատացող, Հիսուս Քրիստոսին հավատացող քահանա նման հայտարարություն կարծում եմ պատշաճ չի որ գրի եւ միանա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Մինչդեռ նույն կարծիքին չէ ինքը, այս ամենի հետևում կանգնած վարչապետ Փաշինյանը Սարոյանի պաշտոնազրկման մասին որոշումից հետո շտապեց իր տեսակետը հայտնել։ Ասել եմ արդեն, որ կտրիչ Ներսիսյանը ամենայն հայոց կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կատարած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Փաշինյանի այս հայտարարությունն արդեն նրա անդիմախոսները անարխիայի քարոզ են համարում։ Անդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանն օրինակ հարցնում է. Ինչպես կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի դիազորությունները եւ իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով ոչ, կամ ով որտեղ պետք է իրականացնի իր հոգևոր ծառայությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը ինչ-որ մեկը կարող է ասել, որ չի ընդունում Հայաստանի ներքին գործերի նախարարության որևէ հրաման, քանի որ գտնում է, որ ներքին գործերի նախարարին նշանակել է ոչ լեգիտիմ վարչապետը եւ հետեւաբար հրաժարվում է հաշվի նստել նրա կողմից ընդունված եւ հաստատված որոշումների հետ։ Սահմանադրությամբ պետությունից անջատ եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար մասնագետների քննադատությանն արժանացած Փաշինյանն անձամբ է հետևում, թե ինչպես են հոգևորականները հայտարարում իրեն միանալու մասին, շնորհակալություն է հայտնում իր խոսքով այդ խիզախ քայլի համար ու խոստանում իր ու անգամ կառավարության աջակցությունը։ Իմ ամբողջ աջակցությունը ունեք, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը ունեք, ես ճիշտ է հիմա ուզում եմ իմանալ, որ ցանկացած հարց, որ ձեր հարցն է, իմ հարցն է, եւ ես սա ասում եմ անձնապես։ Երեկվանից մոտ 2 տասնյակ հոգևորական է հայտարարել, թե միանում է կաթողիկոսին գահանկեց անելու Փաշինյանի արշավին։ Նրանց մեծ մասը այս պահի դրությամբ 8-ը Արարատյան թեմից են, որի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճյանը եւս դեմ է դուրս եկել Գարեգին II-ին։ Ես Շմավոն քահանա Ղևոնդյանս միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ arczepiskoposi եւ մյուս եպիսկոպոսների նախաձեռնած հայ առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։ Երեք այս մասին ազդարարած Տեր Շմավոնն այսօր չցանկացավ պատասխանել Ազատության հարցերին։ Որևէ բանի մասին չեմ ուզում խոսել։ Փաշինյանի ձեռամբ օրերս ստեղծված հայ առաքելական եկեղեցու բարենորոգում նախաձեռնությունը Facebook-ում ակտիվորեն հրապարակում է քահանաների հավատարմության տեքստերը վարչապետին ու 10 եպիսկոպոսներին։ Ես Տեր Գալուց քահանա Սահակյանս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ընդունած հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։ Աջակցում եւ միանում եմ բարենորոգման հայտարարությանը։ Տեր Գալուստը եւս կարճ խոսեց։ Որոշումը իմ խղճով է պայմանավորված։ Մայրաթորի նորությունների պորտալն իր հերթին հրապարակում է վեհապարին աջակցող հոգևորականների հայտարարությունները։ Այս պահի դրությամբ Facebook-յան էջում ավելի քան 100 նման հայտարարություն կա։ Նրանցից է Շիրակի թեմից Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը։ Շատ ցավալի վիճակի մեջ ենք, իրոք ցավալի։ Քուն կորցրած վիճակի մեջ ենք եւ արդեն շարունակվում է։
Հուսով եմ, որ վերջակետը կերևա այս ամեն ինչ։ Եվ չեմ կարծում, թե թիվը կավելանա եկեղեցականների, ովքեր որ իրեն մի տարբեր ընթացքի մեջ են։ Մայրաթորը երեկ նաև հստակեցրեց, որ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է արվել 21 հոգևորական, ոչ ավելի, ինչպես մեջբերում փորձում են շահարկել նրա անդիմախոսները։ Մյուսները կամ ինքնակամ են լքել ծառայության վայրը, կամ սեփական դիմումի համաձայն, կամ էլ թեմակալ առաջնորդներն են միջնորդել։ Ընդհանուր առմամբ Հայ առաքելական եկեղեցին ունի 700 սպասավոր։ Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Մասյացյոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու մոտ ոստիկանական ուժեր են խմբվել։ Ծառայություն իրականացնող ոստիկանները պնդել են, թե հասարակական կարգն են պահպանում, թե ումից են կարգը պահպանում եւ ինչու հենց այնտեղ, որտեղ թեմի առաջնորդին կաթողիկոսը պաշտոն անկարեց, ներքին գործերի նախարարությունը չի մեկ պարզաբանել։ Դիլիջանի քաղաքապետարանը դատի է տվել Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին, պահանջելով լուծարել պայմանագրերը քաղաքային այգին եւ մարզադաշտը նորոգելու վերաբերյալ։ Արդեն ավելի քան 2 տարի ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 10-ամյակից ավելի է Դիլիջանում տարբեր ծրագրեր է իրականացնում, ներդրումներ անում, հիմա համայնքապետը պայմանագրերը վաղաժամ ցանկանում է լուծարել, միայն նշում է, որ պատճառներ ունեն առանց դրանք ներկայացնելու։ Դիլիջանի քաղաքապետարանը դատի է տվել ադրբեջանական բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին։ Դատարանից պահանջում են վաղաժամ լուծարել այդ ընկերությունների հետ դեռ տարիներ առաջ կնքված պայմանագրերը, որով Վարդանյանները պարտավորվել էին բարեկարգել քաղաքային այգին ու մարզադաշտն իր սպասարկման տարածքով։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը համարում է, որ համայնքապետարանը լիարժեք հիմքեր ունի մինչև 2030 թվականի դեկտեմբերի վերջը ուժի մեջ գտնվող պայմանագրերը լուծարելու համար։ Մինչդեռ Ադրբեջանում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը Մեդիամաքսին տված հարցազրույցում սահամարել է ճնշում իրենց նկատմամբ ու ասել, որ դրա պատճառով ստիպված են Դիլիջանում նախատեսված իրենց ծրագրերի մի մասը փակել։ Ցավոք Դիլիջանի ներկայիս քաղաքապետը սոցիալական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու փոխարեն որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության եւ կառուցապատման մեր իրավունքները, այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը։ Դա բնականաբար խնդիրներ է ստեղծում մեզ համար, բայց ավելի վատն այն է, որ սա նաև վատ ազդանշան է մասնավոր ներդրողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար։ Քանի որ ձևավորվում է անբարենպաստ ներդրումային եւ սոցիալական միջավայր, որտեղ իրավունքները պաշտպանող օրենքի եւ օբյեկտիվ չափորոշիչների փոխարեն գործում են անձնական հարաբերությունները քաղաքապետարանի հետ եւ որոշ պաշտոնյաների մասնավոր շահերը։ Վերոնիկա Զոնաբենդը չի պարզաբանել, ինչ մասնավոր շահերի մասին է խոսքը։ Վարդանյանների ընտանիքին պատկանող Դիլիջանի զարգացման հիմնադրամից պնդում են, որ 2018-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավարից շինարարության թույլտվություն են ստացել։ 2023-ից ի վեր համայնքապետարանը ներկայացրել քաղաքային այգու զարգացման ծրագրի նախագիծը։ Այն ավականու նիստով պետք է անցներ, բայց մինչ օրս նախագծին անդրադարձ չի եղել իրենց անհասկանալի պատճառներով։ Մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն ազատությանն ասաց, հիմնադրամի ներկայացուցիչների ասացները չեն ընդունում ու պնդեց, որ ունեցել են դատարան դիմելու հիմնավոր պատճառներ։ Քաղաքի ղեկավարը պնդում է, Վարդանյանները խախտել են իրենց պայմանագրային պարտավորությունները, բայց չի մանրամասնում, որ պարտավորությունների մասին է խոսքը։ Մենք խոսում ենք ֆակտերով, մենք եթե պետական կառույցը դիմել է դատարան, ուրեմն անհիմը չի դիմել։ Այսինքն ունենք մենք մեր պատճառաբանությունները եւ մեր հետևանքները, որից ելնելով մենք այդ քայլը արել ենք։ Դա խոսքով չի։ Դա ընդհանրապես գործով է եւ ապացույցներով եւ հստակ քայլերով։ Հիմա դուք ավականու հաստատմանը չեք ներկայացրել իրենց նախագծերը, ինչու՞։ Քանի եթե կա դատական գործ մի գործողության մեջ։ Չէ, 23 թվականից ինքը ասում է, որ 21 թվականից այդ նախագծերը հանրային լսում են անցել եւ ներկայացվել են քաղաքապետարան, որպեսզի դրանք հաստատվեն։ Ինչու չեն հաստատվել։ Ամենայն հարգանքով ձեզ չանցնենք այդ կետը, որ մենք վերադառնանք 23 թվականից մեր խոցացած կամ չհամաձայնվեցվածների, բայց ես վստահ եմ, այն ինչը որ ասում են, որ 23 թվականից չի հաստատվել, դա չի համապատասխանում իրականությանը։
2018-ի Թավշյա հեղափոխությունից օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վարդանյան ընտանիքի կողմից Դիլիջանում կառուցված միջազգային դպրոց, որտեղ Ռուբեն Վարդանյանի ու նրա կնոջ մեջտեղում նստած վայելում էր դպրոցի ուսանողների կատարումները։ Այստեղ էր, որ հայտարարեց, թե Դիլիջանի միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն։ This school can be a spot of hope and spot of inspiration and spot of enthusiasm and optimism for our citizens living in Dilijan or passing by. Ինչու տարիներ անց, հատկապես երբ Ռուբեն Վարդանյանի գերեվարվելուց հետո ընտանիքը ծանր վիճակում է, իշխանություններն այլևս չեն վստահում նրանց։ Դիլիջանի քպեական քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասում է, դատարանում ամեն ինչ կպարզվի։ Անգամ այն դեպքում, երբ Վարդանյաններին պատկանող ընկերությունների հետ պայմանագրերն ուժի մեջ են ևս 4 տարի, իշխանությունները մտադիր չեն նահանջել։ Բայց փաստա, որ իրենք աշխատանքները բավականին վերափոխվել է այգին, բավականին աշխատանքը։ Մենք սխալ, այսինքն եթե մենք կլինեինք սխալ կամ կանք սխալ, դա դատարանի որոշումը կլինի եւ դատարանը կորոշի։ Գույչի օրենքի ձևաչափը շարժում ենք ըստ օրենքի ձևաչափի, թե բանավոր ինչ խոսակցություններ է եղնում։ Կարծում եմ ճիշտ չի լինի, որ նստենք մեկնաբանենք բանավոր խոսակցությունները։ Շնորհակալություն ձեզ, ձեզ լավ տարի եմ մաղթում։ Համայնքապետարանի էջում հրապարակված որոշումներից երևում է, որ Վարդանյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամին դեռ 2014-ին են կառուցապատման իրավունքով տրամադրել այգու ավելի քան 1 հեկտար տարածքը։ Հողամասի տարեկան վճար է սահմանվել մրցույթում առաջարկված առավելագույն գինը 1.280.000 դրամ։ Մեկ տարի անց Վարդանյանները ևս մի կտոր են վարձակալել տարեկան մոտ 110.000 դրամ վարձավճարի դիմաց։ Նույն թվականին բարեգործական հիմնադրամը 99 տարով վարձակալել է այգուն կից գտնվող մարզադաշտն իր սպասարկման տարածքներով։ Վարդանյանները, որ մինչ այդ Դիլիջանում միջազգային դպրոցից բացի տարբեր ներդրումային ծրագրեր են իրականացրել, պարտավորվել էին բարեկարգել քաղաքային այգին ու մարզադաշտը, նոր խաղահրապարակներ կառուցել։ Ռուբեն Վարդանյանի կինը Մեդիամաքսին տված հարցազրույցում շեշտել է, թե 15 տարի առաջ այգին մաս-մաս արված էր, կտոր-կտոր սեփականացված։ Այդ բոլոր սեփականատերերից գնելու համար մոտ $1 միլիոն են ծախսել։ Հետո արդեն $4 միլիոն ծախս արել այգու բարեկարգման համար։ Բայց դեռ մանկական խաղահրապարակի ծրագիր ունեն, որն է սկսելու համար տեղի իշխանությունների համաձայնությունն է պետք, որ չեն ստանում։ Եթե 15 տարի առաջ Դիլիջանի այգին այնքան էլ ապահով վայր չէր, ապա այսօր այստեղ զբոսնում են ընտանիքներ, խաղում են երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ ակտիվ զբաղվում են սպորտով, ասել է Զոնաբենդը։ Վերջին 10 տարում մենք եւ մեր գործընկերները միայն Դիլիջանի կենտրոնական այգու բարեկարգման եւ ենթակառուցվածքների մեջ ներդրել ենք ավելի քան $4 միլիոն։ Իսկ 2012 թվականից մինչեւ օրս դպրոցի եւ Դիլիջանի ու տեղական համայնքի զարգացման համար իրականացված մշակութային, սոցիալական եւ ենթակառուցվածքային տարբեր նախագծերի համար մեր սեփական ու մեր գործընկերների կատարած ընդհանուր ներդրումները կազմել են մոտ $236 միլիոն։ Հիմնադրամի տվյալներով միայն անցած տարի Վարդանյանների ընտանիքին պատկանող երկու ընկերությունները հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսքով համայնքային բյուջե են վճարել 44 միլիոն դրամ։ Ընկերությունների ներկայացուցիչները մշտապես ընդգրկված են եղել Դիլիջանի քաղաքաշինական եւ ներդրումային խրախուսման խորհրդի կազմում, որը հաստատում է համայնքի ավականին։ Դատական տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ Դիլիջանի համայնքապետարանն անցած տարեվերջին Վարդանյանների դեմ նաեւ 63 միլիոն դրամի պահանջով էր դատարան դիմել, բայց դատարանը հայցը վարույթ չի ընդունել։ Հունվարի 1-ից գործում է առողջապահական պարտադիր ապահովագրությունը ու թեև շատերին, թե քաղաքացիներին, թե բուժազնակազմին դեռ պարզ չէ օգտվելու կարգը, դեկտեմբերի աշխատավարձից արդեն պահումներ արվել են։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանը որոշել է փորձել օգտվել համակարգից, տեսնենք ինչ է ստացվել։ Բարև ձեզ։ Մրսածություն ունեմ, հարբուխ, հազում եմ արդեն մի քանի օր է ու որոշեցի օգտվել ապահովագրությունից։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նորամուծությունը ինձ համարել է
եւ գնում եմ պոլիկլինիկա փորձելով իմ ապահովագրությամբ հաղթահարել այս մրցակցությունը։ Նախ նույնականացում անցա Արմետ հավելվածում եւ համակարգն ինձ առաջարկեց ծանոթանալ ու հաստատել համընդհանուր ապահովագրության պայմանները։ Ապահովագրության համակարգի առանցքային օղակը պոլիկլինիկաներն են։ Թերապևտի ու նեղ մասնագետի որոշումից հետո է քաղաքացին կարողանալու օգտվել իրեն հասանելի ծառայություններից։ Մտնում եմ բժշկական հաստատություն։ Նախ հենց մուտքի մոտ անուն ազգանունս ու մյուս տվյալներս հայտնեցի, տվեցին ամբուլատոր քարտը, անկետան։ Գնամ թերապևտի մոտ։ Առհասարակ թերապևտների ու մյուս բժիշկների ծանրաբեռնվածությունն այս համակարգի գործարկումից հետո զգալիորեն է մեծանում եւ այցելուների թվի եւ աշխատանքի ծավալի աճ է ակնկալվում ու դարձյալ թղթաբանություն։ Բժիշկները սակայն աշխատավարձի բարձրացման մասին չեն լսել։ Այժմ դրանք գլուխ են կոտրում փորձելով հասկանալ ինչ է պետք անել։ Չեն թաքցնում այս ծավալի նորամուծությունից առաջ անհրաժեշտ վերապատրաստում չեն անցել։ Նախարարությունից չեն եկել ու այս ամենը բացատրել։ Իմ թերապևտին ներկայացնում եմ գանգատներս։ Ի վերջո ապահովագրության շրջանակում ստանում եմ մի ծառայություն, որը մինչ այդ էլ անվճար էր՝ ռենտգեն հետազոտություն։ Այն հատուցվող ծառայությունների շարքում է ներառվել։ Թերապևտը ուղեգիր տվեց, հիմա պետք է գնամ հիվանդանոց։ Որոշ ժամանակ հերթում սպասելուց հետո մտնում եմ սենյակ, քիչ անց ստանում եմ պատասխանը։ Ուղղակի բժշկի ձեռագիրը կարդալ չեմ կարող, չեմ հասկանում։ Հիմա պիտի պատասխանը տանեմ թերապևտի մոտ։ Սա սակայն ապահովագրության շրջանակում ինձ տրամադրված միակ ծառայությունն էր։ Թոքերս փառք Աստծո մաքուր էին, քննիր չունեմ, սակայն կարիք կար նաև քիթկոկորտականջի մասնագետի մոտ գնալ, սակայն պարզվեց նա արձակուրդում է։ Համընդհանուր ապահովագրության համակարգը նաև տեղորայքի փոխհատուցում է նախատեսում։ Շատ թերապևտներ սակայն չեն հասկանում ինչպես են այս համակարգով տեղեր դուրս գրում։ Առողջապահության նախարարությունից արձագանքում են, սա կատարվում է նույն եղանակով, ինչպես արվում էր նախկինում, պետպատվերի շրջանակում։ Երեկ էլ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակապով զրուցել է պոլիկլինիկաների բժիշկների հետ։ Մի հարց է մնում, իսկ ինչու այսպիսի հանդիպումներն ավելի վաղ համակարգի գործարկումից առաջ չեն կազմակերպել։ Իմ բժիշկն ի վերջո հազիս համար հաբեր նշանակեց, որոնք պետք է գնեմ ինչպես նախկինում, վճարելով սեփական միջոցներից։ Չնայած իմ աշխատավարձից արդեն պահումներ են արվել, ես որևէ նոր անվճար ծառայություն չստացա։ Պարտադիր ապահովագրության համակարգով փաստացի իմ հարբուխը չբուժվեց։ Էլի պետք է գումար ծախսել։ Հունվարի 1-ից եւս մի փոփոխություն է ուժի մեջ մտել։ Էլեկտրոնային ստորագրություններն արդեն պարտադիր են Հայաստանում օրինական աշխատող համարվելու համար։ Կառավարությունը, որ նախորդ տարիներին հայտարարագրերի լրացման համար էր էլեկտրոնային ստորագրություն պահանջում, հիմա էլ աշխատանքային պայմանագրերի համար է հորդորում դրանք արագ ձեռք բերել, բայց գործընթացը սկսվում է նույնականացման քարտից, որի համար հերթերը ամիսներ են տևում։ Դրան գումարվում են նաև տեխնիկական բարդություններն ու հնարավոր լրացուցիչ ծախսերը։ Ինչու է համակարգը պարտադիր դարձել այն դեպքում, երբ այն դեռ հավասարապես հասանելի չէ բոլորին։ Այս տարվա հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը Հայաստանում գրանցված աշխատող լինելու համար։ Պետք է աշխատողը ստորագրի պայմանագիրը եւ պետք է ստորագրի էլեկտրոնային եղանակով։ Եվ նրանք, ովքեր արդեն իսկ ունեն էլեկտրոնային ստորագրություն, իրենց համար դա ավելի հեշտ կլինի։ Իսկ նրանց, ովքեր չունեն էլեկտրոնային ստորագրություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հորդորում է հնարավորինս շուտ այն ձեռք բերել, քանի որ եթե աշխատանքային պայմանագիրը չի ամրագրվել էլեկտրոնային ստորագրությամբ, չի համարվում կնքված։ Համաձայն նոր կարգավորումների քաղաքացին չի համարվի օրինական աշխատող։ Սա վերաբերում է միայն աշխատանքային պայմանագիր ունեցողներին։ Դրա համար շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր դեռ չունեն, ակտիվ այդ հարցով զբաղվեն, որ ընթացքում ունենան ստորագրություն, քանի որ դա միակ տարբերակն է աշխատող դառնալու համար։ Նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի, ընդամենը այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատի կողմից մուտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը։ Ընդհանրապես պետք է ստորագրեն։ Իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար պետք է 0-ից, ինչպես ասում են, ստեղծվի իրենց համար պայմանագիր եւ իրենք պետք է ստորագրեն այդ պայմանագիրը, որ դառնան աշխատող։
Էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտության մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ իշխանությունը աշխատող քաղաքացիներին պարտադրում էր հայտարարագրել եկամուտները։ Այս պահանջը մի քանի անգամ հետաձգվեց, խմբագրվեց ու փաստացի էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր դարձավ միայն նրանց համար, ովքեր հայտարարագրելու բան ունեին։ Հիմա արդեն էլեկտրոնային ստորագրությունն ուղիղ համեմատական է օրինական աշխատող լինելու հետ, իսկ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար նախ պետք է նույնականացման քարտ ունենալ։ Այսօր էլ մենք ունենք մարդիկ, ովքեր նույնականացման քարտ ստանալու համար հերթագրված են եւ իրենց հերթը հասնելու է 26 թվականի կեսերին մինչեւ։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը դեռ ամիսներ առաջ էր ահազանգում։ Այս խնդրով արդեն բազմաթիվ բողոքներ են ստացել։ Նույնականացման քարտն այդքան էլ հեշտ չէ ստանալը։ Հատկապես Երևան քաղաքում բացարձակապես անհնար է արագ ստանալ նույնականացման քարտ։ Իհարկե, հնարավոր է լրացուցիչ վճարի համար եւ այլ, բայց ոչ մեկ դրա պարտավորությունն ուղղակի չունի եւ ասեմ ավելին, հնարավորություն էլ չունի։ Նույնականացման քարտն ունենալուց հետո էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնելու երկու հիմնական տարբերակ կա՝ բջջային հեռախոսով կամ ID քարտով։ Առաջին դեպքում SIM-ը նոր Mobile ID SIM քարտով է փոխվում։ Հայաստանի քաղաքացիները անցած տարվանից ազատվել են էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից։ Սակայն քարտի փոխարինման համար 500 դրամ միանվագ վճար կարող է գանձվել։ SIM քարտը պետք է լինի անհատական, այսինքն էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերողի անունով։ Դա է լրացուցիչ գումարը, չափը կախված է սակագնային փաթեթից։ Տարբերակ երկրորդը սակայն ավելի ծախսատար կլինի, քանի որ էլեկտրոնային չի պարունակող նույնականացման քարտ է անհրաժեշտ եւ հավելյալ գումար ընթերցող սարք գնելու համար։ Այդ թվում նաեւ հեռախոսով ակտիվացնելու մասով այդտեղ էլի բնականաբար վճար է, կապ չունի դա ինչքան է, թեկուզ եւ մինիմալ ինչ որ 100 դրամ լինի կամ 500, միևնույն է մարդու համար դա լրացուցիչ ծախս է, որը ինքը չէր նախատեսել։ Այսինքն սրանք քայլեր են, որոնք քաղաքացիների շրջանում խոճապ են ստեղծում, աշխատողների շրջանում խոճապ են ստեղծում։ Մենք ունենք նաև ահազանգեր, որտեղ գործատուներն արդեն աշխատողներին ասում են, եթե հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրություն չունենաք, լուծում ենք ձեզ հետ աշխատանքային պայմանագիրը։ Էլեկտրոնային պայմանագրերը հասանելի կլինեն աշխատողներին ԵՍՄ հարթակում անմիջապես ստորագրման պահից։ Արդյոք քաղաքացիները կարողանալու են մուտք գործել ԵՍՄ համակարգ։ Բոլորը IT ոլորտի աշխատողներ չեն, բոլորը բժիշկներ չեն, բոլորը ուսուցիչներ չեն, որ քիչ թե շատ հա գրագետ են թվային իմաստով։ Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր բանվոր են աշխատում, գյուղատնտեսության ոլորտում են աշխատում, պարզապես աշխատողներ են, որոնք համապատասխան որակավորումներ չունեն, նույնիսկ ունեն որակավորում, բայց թվային գրագիտություն չունեն։ Այս բոլորը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք նրանց համար հեշտացնել այդ ԵՍՄ համակարգից թեկուզ օգտվելը, մուտք գործելը, որպեսզի հետագայում նրանք խնդիրներ չունենան, թե աշխատանքային հարաբերություններում եւ թե պետության հետ հարաբերություններում քաղաքացիայի իրավական։ Պաշտոնյաները բացատրում են, որ համակարգը հնարավորություն կտա տեսչական մարմիններին վերահսկողության ժամանակ տեսնել կողմերի միջև պայմանագրային փոփոխությունները։ Գործատուները 1 տարի ժամանակ ունեն նախկինում թղթային տարբերակով կնքված պայմանագրերը թվային հարթակ տեղափոխելու համար։ Ի տարբերություն վերջին տարիների, այս մի ձմեռը ձյունառատ է եւ դա շատ լավ է բնության, գյուղատնտեսության, ջրային պաշարների համար, բայց ձնապատ եւ սառցակալած մայթերն ու բակերը Երևանում վտանգավոր իրավիճակ են ստեղծում։ Վերջին օրերին սայթաքելու հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թե տարեցներ, թե անչափահասներ։ Ով է պատասխանատու Երևանի սառցապատ փողոցների եւ բակերի համար։ Մայրիկս ընկել է մերկասառույցի վրա, 2 կոտրվածք է ստացել ձեռքի եւ ոտքի աճուկային հատվածի։ Կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված Անահիտ Նաղդալյանի մայրը վիրահատվել է, հիվանդանոցում է արդեն 4 օր։ Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրեն շենքի բակում է ընկել սառույցի վրա։ Փաստաբանիչը պատրաստվում էինք եւ դատական հայտ ներկայացնել եւ համատիրության մասով եւ քաղաքապետարանի, քանի որ ինչպես տեղեկացած հեշ գծից քաղաքապետարանի շենքի շրջակայքի համար պատասխանատու էր համատիրությունը 1.5 մետր շարախով, մնացած հատվածը փողոցային պետք է մաքրեր քաղաքապետարանը։ Հիվանդանոցում են տեղեկացել, որ կինը պետք է հաշմանդամության 3-րդ խմբում լիներ, բայց քանի որ այդ կարգավիճակն իրենց անհասկանալի պատճառներով չի ունեցել եւ ոչ մի ցուցանիշներով առողջապահական ապահովագրությունից այս տարի չէր կարող օգտվել, ստիպված Facebook-յան ընկերներից է աջակցություն խնդրել դուստրը, դրամահավաք նախաձեռնելով։ Միացել են նաեւ բարեկամներն ու հավաքվել է վիրահատության գումարի մի մասը՝ 1.208.000 դրամ, եւս 200.000
30000 դրամ էլ դուստրն է վճարել։ Պրոթեզավորվել է կնոջ ոտքը, ձեռքը դեռ գիպսում է, եթե եւս 600,000 դրամ ունենային, ձեռքն էլ կպրոթեզավորեին։ 3 պետական 2 կառույցից զանգ է ստացել։ Ասացին, որ պարոն Ավինյանի կողմից կլինի փոխհատուցում վնասի 1 միլիոն դրամի չափով եւ առողջապահության նախարարությունից 345,000 դրամի չափով։ Իհարկե գնահատում եմ ընդառաջ քայլը, ամեն դեպքում փորձում են մարդիկ հետևանքները վերացնել անփութության։ Էլի ոնց որ բարկությունս դեռ չի անցել, խնդիրը միանշանակ լուծված կարող են համարել միայն այն դեպքում, երբ որ այնպես հարցը կլուծվի Հայաստանի մասշտաբով, որ ոչ մի տարեց կամ ոչ մի մարդ ստիպված չի լինի իր տան կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Մալաթիա Սեբաստիա համայնքում բնակվող Սոնա Բաղդասարյանի անչափահաս դուստրն էլ է բակային հատվածում ընկել սառույցի վրա ու տեղափոխվել հիվանդանոց։ Դեռ 15 օր դասի գնալ չի կարող, անշարժ բարկած է։ Երեխային դպրոց ուղարկելուց վստահեի, որ զգուշ կլինի, բայց ինչքան էլ երեխան զգուշ եղավ, դպրոց չհասած ընկավ սառույցների վրա։ Շտապօգնությունով տեղափոխեցինք հիվանդանոց, սալջարդ, գիպս դրեցին երեխայի։ Դպրոցը մաքրում է բակը, բայց մինչև դպրոց հասնելը պետք է սառույցներ հաղթահարել, ասում է Սոնան։ Երեխայի մայրն ասում է, համատերության աշխատանքների համար վճարում է, նաև պարտաճանաչ հարկատու է, բայց մանրամասներին ծանոթ չէ, թե որ հատվածնում պատասխանատվության տակ է։ Ամեն օր բակում ու մայթերին սառույց է տեսնում։ Հարցնում է, եթե համատիրությունը թերանում է, գուցե քաղաքապետարանը համակարգելու տարբերակ ունենա։ Եթե պետությունը իր վրա չի վերցնում համատիրության համակարգելու հետ կապված խնդիրները, ապա երբ բանը հասնում է պետության պատասխանատվությանը, երբ հետևանքներ են լինում, երեխան ամիսներ միգուցե մնար անշարժ վիճակում, ապա պետության պատասխանատվությունն է դառնում դա արդեն։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասում է, իրենք հետևում են եղանակային կանխատեսումներին։ Գիտեին, որ վերջին տարիների համեմատ աննախադեպ ձյուն է տեղալու։ Դեկտեմբերի 30-ից սկսած ընկերության 330 հավաքարարներն անդադար աշխատում են դրսում։ Պնդում է, աղ ու ավազ ցանող մոտ 45 տեխնիկա նույնպես փողոցներում է, բայց աննախադեպ ձյան ու սառնամանիքի պայմաններում բնության հետ ինչպես մրցենք, հարցնում է։ Երբ որ մեր քաղաքացիներն տները իրենց ամանորն էին նշում, մեր ամբողջ աշխատակազմը Երևանի փողոցներում իրականացել է մաքրման աշխատանքներ 24/7 գրաֆիկով։ Մենք դադար չենք ունեցել, աշխատել ենք հնարավորինս ուժերի գերլարումով։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այս հիմնարկի տնօրենն ասում է, մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդային փողոցները մաքրված են։ Խնդիրներ են առաջանում միայն մայթերին, որովհետեւ տնտեսվարողներն ըստ նրա չեն կատարում իրենց պարտականությունները կամ թերանում են։ Բակերն էլ համատիրության անելիքն է։ Ըստ Կատվալյանի, իրենց նաև վարչական շրջանների աշխատակիցներն են միացել, որ շտկեն տնտեսվարողների ու համատիրությունների թերացումը, այսինքն մաքրեն ձյունն ու սառույցը։ Փաստացի 1,100,000 բնակչություն ունեցող քաղաքի բեռը ընկավ այս 330 աշխատակցի վրա, պլյուս մեր վարորդների վրա, որոշ դեպքերում մոտ 2 օր դրանք ավտոյի ղեկից չեն իջել եւ անդադար աշխատանք են կատարել։ Դեռ 2009 թվականին է Երևանի ավագանին որոշել, որ ձյան դադարից 4 ժամ հետո պետք է տնտեսվարողները մաքրեն իրենց առջևի տարածքը։ Այս անգամ թերացողները տուգանվել են 10-ից 20,000 դրամի չափով։ Վարչական իրավախախտման վերաբերյալ 280 արձանագրություն է կազմվել։ Մենք նախորդ համատիրություններին տեղեկացրել էինք, որ եկեք համապատասխան քանակությամբ, ինչքան ձեզ անհրաժեշտ է աղուավազ տարեք։ Մենք Երևանում ունենք 4 տարբեր պահեստներ։ Ովքեր եկել են, վերցրել տարել են, բայց այնտեղ հարց է առաջանում, թե համատիրության աշխատակիցները ինչքանով են իրականացրել այդ աշխատանքները։ Իսկ համատիրություններին ով պետք է տուգանի, հարցնում է Սոնա Բաղդասարյանը։ Կատվալյանն արձագանքում է բնակիչները, որոնք կամ կարող են հրաժարվել համատիրության ծառայություններից, կամ դադար են վճարել, կամ էլ իրենք մաքրեն։ Ոչ մի երկրում մենք չենք կարող գտնել, որ մունիցիպալիտետը գնա եւ շենքի աստիճանները մաքրի։ Փակ շրջապտույտում ենք հայտնվում, նեղսրտում է Սոնա Բաղդասարյանը, որը դեռ շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխային է խնամում։ Երեխայից հիվանդությամբ պայմանավորված խնդիրը կարող էր շատ ավելի բարդանալ։ Հրաշք էր, որ դա տեղի չունեցավ, ասում է Սոնան ու ընդգծում, իսկ հրաշքներ միշտ չէ որ լինում են։ Ստացվում է, որ խնդիրը բարձրաձայնելու ճանապարհին փակ օղակի մեջ քաղաքացին են գնում, չի կարողանում հասցնի հարցը իրապես լուծող ղեկավար որևէ մեկին։ Ազատության Facebook-յան հարցմանն արձագանքած օգտատերերը դեռ շարունակում են իրենց բակերի ու փողոցների չմաքրված ձյունը եւ սառույցը լուսանկարել ու հրապարակել։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական ցանցերի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի օրը ժամը 16-ից։ Հաջողություն։